Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան։ Մի շարք ապրանքային ուղղություններով դեպի Ռուսաստան արտահանում պրակտիկորեն դադարեցվել է եւ դա որոշակի շոկային իրավիճակ է ստեղծել, սակայն պետք է նշել, որ էկոնոմիկայի նախարարությունը ակտիվ աշխատում է մասնավոր բիզնեսի հետ եւ որոշակիորեն եւ էական չափով մեզ հաջողվել է արտահանումը դիվերսիֆիկացնել, ասել է նախարար Պապոյան։ Իհարկե նաև հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ կապված հարցադրումները կլուծվեն եւ մենք կշարունակենք մեծ ծավալներով արտահանել նաև Ռուսաստան, շեշտել է էկոնոմիկայի նախարարը։ Շատ ուրախալի է, որ մենք եվրոպական գործընկերների աջակցությունն ենք այսօրին ստանում այս բարդ իրավիճակում եւ սա շատ կարեւոր է։ Իհարկե մենք բարձր ենք գնահատում Եվրամիության աջակցությունը, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ նշել, որ մեր նպատակը դեպի Ռուսաստան արտահանումը դեպի եվրոպական ուղղություն տեղափոխելը չէ, ընդգծել է Պապոյանը։ Դե ով էր կասկածում։ Ով էր կասկածում, որ վաղը Վլադիմիր Վլադիմիրիչը մի քիչ նորմալ ձևով դնի հարցերը քննարկի Նիկոլ Փաշինյանի հետ, պետք է միանգամից շուրգայինքում Եվրոպան է զարմացած նայած չհասկացանք։ Այդ Ռուսաստանը ճնշում էր, մենք դուր բացեցինք, համ փող տվեցինք, փոխհատուցում տվեցինք, մաքսատուրքերը հանեցինք։ Ասինք ոչինչ որակը մտցրեք մեր շուկա, այս ամեն ինչ նարեցինք, բայց ձեր նպատակը չի ռուսական արտահանումը փոխանակել եվրոպականի հետ։ Չէ, ռուսականը դուք ուզում եք, որ հույս ունեք, որ կվերականգնվի։ Բայց սա ենք ասում, որ Նիկոլ Փաշինյանը մեզ Եվրոպա տանող չի։ Այդ դրա համար նա էլ է շահագրգռված, որ խորհրդանում չլինի հստակ եվրոպական ուղղությամբ ուժ, որտեղ ամեն անգամ պետք է ասել դուք մեզ Եվրոպա չեք տանելու։ Քայլ համար 1, քայլ համար 2, քայլ համար 3։ Հստակ իսկ ով ասի։ Ռուսամետ ուժերը պետք է կանգնեն դա ասեն։ Ընդհակառակը ռուսամետ ուժերն ասում են տանում է երկիրը Եվրոպա, այդ դրա համար էլ ռուսները սանկցիա են կիրառում։ Նախարարը հույս է հայտնել եւ համոզվածություն արտահայտել, որ հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական, միջանձնային բոլոր կապերն իրենց դերակատարումն այնուամենայնիվ ունենալու են եւ ռուսական շուկան վերաբացվելու է Հայաստանի համար։ Այս նույն նախարարը մոռացել է, որ եթե Եվրոպան դուռը չբացեր, ֆինանսական կոմպենսացիաներ չտար, փլուզվելու էր մի քանի օրվա ընթացքում քո գյուղատնտեսությունը ամբողջությամբ։ Ինչ ես խոսում։ Ես այլ կերպ չեմ պատկերացնում երկու ռազմավարական գործընկեր պետությունների հարաբերությունները։ Մեր խնդիրն ի վերջո այն է, որ գտնենք համապատասխան բանաձևեր ռուսաստանցի գործընկերների հետ եւ նրանց շրջանակում տանք լուծումներ, որպեսզի մեր արտահանումը նորից բացվի, որովհետեւ մենք եւս համակարծիք ենք, որ Հայաստանի Հանրապետությունից բարեկամ երկրներ եւ առհասարակ բոլոր ուղղություններով պետք է արտահանվի որակյալ ապրանք, եզրափակել է էկոնոմիկայի նախարարը։ Այսինքն էկոնոմիկայի նախարարը խոստովանում է, որ մենք Ռուսաստան արտահանում ենք անորակ ապրանք եւ սրա մեջ որևէ քաղաքական ճնշում չկար։ Բանատրություններից առաջ ժողովրդին չէիք ասում, որ Ռուսաստանը ճնշում է։ Եկեք ընտրեք քաղաքացիական պայմանագրին, որ ռուսներից պրծնենք։ Հիմա պարզվեց ընտրությունն ավարտվեց, իսկ մենք որ հրաշալի գիտեինք, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից չի պոկվելու, հիմա արդեն ասում եք բարեկամ Ռուսաստանի հետ կգնանք, բոլոր հարցերը կկարգավորենք եւ այնպես կանենք, որ մեր բարեկամ ռազմավարական դաշնակից երկրին որակյալ ապրանք արտահանենք։ Այսինքն հաստատում է Ռոսխոզնadzորի ասածը, որ սա քաղաքական սանկցիա չէ։ Սա ընդհանրապես ձեր ապրանքը անորակ է, մենք էլ խոտանել ենք ու մերժել ենք այդ ապրանքը ստանալ։ Ժողովուրդ, սա ի՞նչ է կատարվում։ Ընտրությունից 10 օր հետո այս լսածը ի՞նչ է նշանակում։ Չէ՞ դրանից առաջ էլ մենք գիտեինք, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանից չեն թեքվելու նույնիսկ սանկցիաներից հետո։ Ու շատ դեպքերում, երբ որ ասում ենք սա պասերով խաղ է, ռուսական կողմնորոշում ունեցող ուժերի հետ, լավ էլ իրար հետ պասերով խաղացին եւ Հայաստանի խորհրդարանը ունի հիմա այս տեսքը։ Իսկ հիմա մենք շարունակենք նաեւ ընտրությունների հետ կապված ինչ զարգացումներ ու քննարկում։ Այն որ ռուսամետ ուժերը հայտարարում են, որ ընտրությունը չեն ճանաչում, դա պարզ է, պարզ է դա պետք է ասեն։ Բայց գտնվում են քաղաքական գործիչներ, որ ասում են պետք է հակաիշխանական լայն կոալիցիա կազմել, այն որ իշխանությանը դեմ են դա էլ նորմալ է, բայց ում հետ է հակաիշխանական լայն կոալիցիա կազմում, ռուսական ուժերի, ովքեր որ այս ժողովրդի էմոցիան գողացան, ձայները գողացան, ասին մենք գալու ենք ու հունիսին արդեն իշխանությունը վերցնենք, վերջապես էս ազատենք Փաշինյանից եւ եկա հունիսը եւ ասում բա մենք ինչ պետք է անենք։ Ոչ են գնալու բախումների, բա ինչ պետք է, սպասեք մի հատ տեսնենք ինչ են կանում։ Էսա Բայց հիմա նշանակում է նրանք ովքեր ցանկանում են ռուսամետ ուժերի հետ միանալ ընդդեմ իշխանությանը, ես կարծում եմ, որ ես կամ իմ նման մարդիկ ընդեղ անելիք չունեն։ Այո, մենք հավասարապես երկուսին ենք մերժում։ Որևէ մեկին չենք միանալու մյուսի դեմ։ Գնացեք, միացեք, ինչ ուզում եք արեք։ Բայց նաև իշխանության հետ ասոցացվող ուժերն են հիմա արդեն այդ հարցը բարձրացնում սահմանադրական դատարան դիմելու, որպեսզի ընտրության արդյունքները չեղարկվեն։ Հանուն Հանրապետության կուսակցություն առաջիկայում սահմանված կարգով դիմելու է սահմանադրական դատարան։ Մենք վիճարկում ենք ոչ միայն քվեարկության արդյունքը, այլ այն քաղաքական, իրավական եւ հանրային միջավայրը, որի պայմաններում այդ արդյունքը ձևավորվել է։ Եկեք չմոռանանք, որ Հանուն Հանրապետություն կուսակցությունը ընտրությունից անմիջապես հետո ճանաչեց այդ ընտրությունը, լավ, դա էլ դնենք մի կողմ, այդ պահին իրան թվաց, թե իշխանությանը պետք է ժեստ անել, բայց հետո հասկացան, որ այս ինչ որ քննարկվում է երկրում այս մթնոլորտը, պետք է ուղղակի վերաբերմունք արտահայտել։ Նաև այդ կարգի վերաբերում նաև անկախ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Լեոնիսյան։ Ըստ էության մենք գործ ունենք ընտրությունների արդյունքների ոչ ուղիղ իմաստով, բայց կեղծման հետ իրենք դիտարկում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հարցը, ինչպես նաև սահմանադրական դատարանին առաջարկելու են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, քանի որ չի կարելի անել այն, ինչ որ արեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ասա Դանիել Լեոնիսյանը, որը որ առաջարկում է դիմել սահմանադրական դատարան եւ ընտրությունների արդյունքները փաստորեն չեղյալ հայտարարել, փաստորեն նոր ընտրություններ կազմակերպել։ Թե ինչ տեղի կունենա սահմանադրական դատարան դիմելուց հետո դա արդեն մյուս
մյուս կողմն է, բայց ինչպես տեսնում եք, մարդիկ հասկացան, որ այս մթնոլորտում համենայն դեպս ասել, որ ընտրությունները նորմալ են անցել, մի քիչ լուրջ չի։ Եվ հիմա դրա համար Նիկոլ Փաշինյանը արդեն ազգային ժողովի բարձր ամբիոնից բացատրում է, որ ընտրությունները լավ են, նորմալ են, թեպետ ինքը ասում է չեմ ճանաչում ընդդիմությանը։ Եթե չես ճանաչում ընդդիմությանը, անկախ նրանից ով է ընդդիմությունը, ընդդիմությանը տված մանդատը չես ճանաչում։ Նշանակում է չես ճանաչում այսօրվա խորհրդարանը, որտեղ սահմանադիրը ճանաչում է, որ խորհրդարանում պետք է լինի 1/3-ով ընդդիմություն, ավելի քան 1/3 ընդդիմություն պետք է լինի։ Եթե դու ասես նրանք մենք չենք ճանաչում, նշանակում է չես ճանաչում խորհրդարանը։ 9-րդ գումարման, որը ստեղծում է։ Բայց հիմա ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից։ Ուր են, բա ինչի ժողովուրդը փողոց դուրս չի գալի, ինչի չի պայքարում։ Եթե ձայները կեղծվել են, բա ուր եք։ Բա ինչա ինքը դա ասում։ Ասում է, որովհետև ցույց է տալիս, որ այո, բա ընտրության էին գնում ռուսամետ ուժերն, ասում էին, «Էսա տեսեք ոնց ենք մարդկանց փողոցանում հեղափոխություն են կանելու։ Տեսեք ինչ են կանելու, տեր են կանգնելու ձեր ձայներին» եւ շատ կատեգորիկ, շատ վճռական։ Եկավ ընտրությունը ավարտվեց, ոչինչ չարեցին, լիդերները բացարձակ ոչինչ չկազմակերպեցին, որովհետև այն ժամանակները տարբեր, որ մարդիկ փողոց են դուրս եկել տեր կանգնելու ձայներին։ Առաջինը փողոց են դուրս եկել լիդերները, ժողովուրդն է գնացել ի պաշտպանություն հանդես է եկել։ Այսօր լիդերները փողոց դուրս չեկան։ Ընդհակառակը մտածում են ինչ հարմար առիթով երկրից դուրս գան։ Դրա ժողովուրդը ինչ աներ։ Ինքնաբուխ լցվեր փողոց մի քանի 100,000 մարդ։ Ով է կազմակերպել, ով է այդ մարդկանց հանել, ով է միտինգի բերել, ով է նրանց առաջ ելույթ ունեցել, ով է խոստացել պայքարել, ով է ասել փողոցային պայքար, բա ուր են այդ լիդերները։ Այո, այն լիդերները, որոնք ժողովրդին խաբեցին, որ մենք ձեզ բերում ենք Նիկոլ Փաշինյանից ազատում ենք ընտրություններից անմիջապես հետո։ Այո, իհարկե, այս խորհրդարանը լեգիտիմ չի։ Իհարկե, որովհետև հենց իշխող քաղաքական ուժի ղեկավարն ասում է, մենք չեմ ճանաչում այս ընդդիմությանը։ Շատ վատ է, որ այդ ընդդիմությունն այնտեղ է, բայց եթե մանդատ է ստացել, իշխանությունը չի կարող նրան ճանաչել կամ չճանաչելու հարցը։ Հենց չես ճանաչում, ուրեմն ասում ես, որ այս խորհրդարանը լեգիտիմ չի։ Այո, դե հիմա դուք նայեք, թե ինչ արեցին։ Ոնց խաբեցին ժողովրդին եւ ասեցին, եկեք մեզ ձայն տվեք, մենք այս իշխանությանը ուղարկում ենք տուն։ Երբ որ մենք ասում ենք, որ իրանք խաբում են, բլեֆ են անում, ոչինչ էլ չեն անելու։ 21 թվի օրինակով գնալու են ազգային ժողով, նստեն, ոչ մի բան էլ չանեն, փողոց դուրս գան, ոչինչ չանեն, խորհրդարան գնան, ոչինչ չանեն։ Ընդհանրապես իրանք ցանկանում են լեգիտիմացնել Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, բայց հայտարարեն, որ լեգիտիմ չի, բայց իրանք ընտրությանը մասնակցելով լեգիտիմացնեն, որպեսզի այլ ընտրանք ժողովուրդը չտեսներ, որովհետև ասում են այ ժողովուրդին ինչ այլ ընտրանք, ինչի մասին է խոսքը, եկեք օգնեք ուղարկենք տուն։ Մյուս մասն էլ ասում են այ ժողովուրդին ինչ այլ ընտրանք, եկեք մեզ օգնեք, ռուսները տանում են։ Բայց սա ենք ասում ժողովուրդ ջան, հիմա դուք այս արդյունքից գոհ եք։ Էսա։ Հիմա գասեք էլի խաբվեցինք։ Էջ խաբվեիք, բայց ինչ անեինք։ Դրա համար ժողովուրդ ջան, պայքարը շարունակվում է, ինչպես տեսնում եք, կրկերը չեն հանդարտվել։ Եվ այն, որ այս ռուսամետ ընդդիմությունը հիմա խնդիրներ ունի, այն վատը նա է, որ իրանց խելքից խնդիր ունի։ Եվ վատը նա է, որ նրանք չեն կարողանալու ժողովրդի աջակցությունը հայցեն, երբ որ իրանց գլխին Նիկոլ Փաշինյանը ինչ օրին ուզում է դնի։ Գիտեք ինչի, որտեղ իրանք այդ ժողովրդին խոստացել էին իշխանապողություն։ Եթե դու իշխանապողություն չես արել ու հիմա ասում ես ժողովուրդ ջան, օգնեք մեզ, որ Նիկոլ Փաշինյանը չծեծի, չէ, օգնելու է Նիկոլ Փաշինյանին, որ ձեզ ծեծի։ Բայց շատ վատ է։ Մենք շեղվում ենք օրինականությունից։ Մենք այսինքն անօրինական քայլ անելը արդարացնում ենք, որովհետև անում են անօրինական մարդկանց դեմ։ Սա չի կարելի ժողովուրդ ջան։ Այսինքն մենք երջանկացած անօրինականությունն արդարացնում ենք, դուք հասկանում եք։ Չի կարող տեն, ում հանդեպ ուզում է լինի, անօրինականություն չպետք է արվի։ Բայց հիմա ժողովուրդը ինչ ոգևորված է անում։ Այդ տվեք սատկացրեք այդ ռուսամետներին։ Տվեք սատկացրեք այդ Քոչարյանին էլ, մյուսին էլ հերիք եղավ, բոլ եղավ։ Բա բռնեիք ու տարից հերցերներ, բռնեիք։ Բերեցիք հիմա այս ընտրության համար նրանք ձեզ պետք էին։ Դրա համար եմ ասում, մեկ անգամ եւս ասեմ ժողովուրդ ջան, որ դուք հիմա տեսնում եք, եթե առաջիկայում զարգացումներ լինեն, նոր ընտրություն, պայմանականորեն սահմանադրական դատարանի հետ հիմա այլ իշխանությունը պասելով որոշումա, ասում է եկեք այդ հարցը սենց անենք օրինակի համար։ Բերեք այն ռուսամետ կաշառք բաժանողներին արանքից անենք, նոր ընտրություն անենք։ Հավանականությունը փոքր է, համարենք դա կա։ Կարա տենց բան լինի, կարա մեկ տարի հետո ինչ որ զարգացումներ լինի, կարող է։ Ամեն ինչ կարող է լինի աշխարհակաղակական, տարածաշրջանային, ներպետական որոշակի ցնցումների պարագայում։ Դա նշանակում է, որ մենք ցանկացած պարագայում պետք է պատրաստ լինենք առաջիկա զարգացումներին, առավել եւս որ իշխանությունները եվրոպական ուղղությամբ չեն գնալու։ Առավել եւս որ Նիկոլ Փաշինյանին սատարող արևմտյան ուժերը, որ կարծում էին, թե հեսա մտնելու են խորհրդարան եւ Նիկոլ Փաշինյանի ընդդիմությունը լինեն, իրանք չհասկացան, որ Նիկոլ Փաշինյանին եթե սատարում ես, ժողովուրդը հենա կգնա Փաշինյանին ցայն կտան, չի արկես տալի։ Եվ երկրորդ Նիկոլ Փաշինյանի խորհրդարանում արևմտամետ ուժ պետք չէր իրական։ Իսկ դուք իրանն էլ չէիք։ Պետք չէր այն պարզ պատճառով, որ ինքը հանդես գա որպես արևմտամետ, որտեղ ուրիշ չկա։ Խորհրդարանում ուրիշ չկա, բա ով հանդես գա։ Այ մենք հիմա այս պարագայում արտախորհրդարանականի վրա շատ լուրջ բեռ ընկավ, հատկապես այն ուժի վրա, որը իրան դրսևորեց իր ճիշտ գծի վրա, վճռական ձևով։ Ես նկատի ունեմ Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը Գուրգեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Դրա համար հաստատակամ ձևով օգնեք այդ կուսակցությանը, թող անի այդ քայլերը, զարգացնի այդ կուսակցությունը, ավելի հզորացնի։ Դուք տեսաք, թե ինչպես մեր վրա ճնշում, ինչ կարգի ճնշում բանացրեցին, մարդիկ կային, որ ընդհանրեն ընտրությանը մասնակցում էին, մենակ նրա համար, որ մեր դեմ պայքարեն։ Ուղղակի այդ կուսակցության նպատակը դա էր։ Իր ստացած չնչին տոկոսի չէր կարևոր։ Ուղղակի իրան հանձնարարական էր տված մեր դեմ աշխատել։ Իրանց բոլոր ելույթները մեր դեմ էր։ Գնա ժողովրդի հետ հանդիպում մեր անունին, տա հանկարծ իրան չընտրեք։ Ախպեր գնացա քեզ ընտրեն, եթե բան ունես ասելու։ Այս ամբողջը դուք լավ նայել եք, նորից չկրկնեմ։ Դրա համար հիմա քանի որ այս ամեն ինչը չի ավարտվել, նոր է սկսում։ Մտածեք, թե ինչով ենք մենք մտնում հաջորդ փուլ։